Միքայել եւ Բագրատ սրբազանները կալանավայրից դիմել են Գարեգին կաթողիկոսին, նրանք պահանջում են կարգալույծ անել 10 դավաճան եպիսկոպոսներին։ Ավելի վաղ անդրադառնալով նոյեմբերի 27-ին տարածված հայտարարությունը ստորագրած ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսներին Բագրատ եւ Միքայել սրբազաներն իրենց աջակցությունն էին հայտնել վեհափառին, նշելով, որ տիրադավերը պետք է վերադառնան կանոնական դաշտ ու իրենց ուզող հարցերը բարձրացվեն ներեկեղեցական տիրույթում եւ ատյաններում։ Մայրաթորի եպիսկոպոսած դասի 57 անդամից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլևս չեն ցանկանում մաս կազմել մեր եղբայրության, ուստի մենք ճանաչում ենք իրենց խորթ եւ օտար։ Կատարվածը վերին աշճանի նենգ եւ տիրադավ դավաճանություն է, դավադրաբար եւ ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների էլուր մնաց Բարսաշճան հոգեվորականների պարագայում, ասված է հայտարարությունում։ Սրբազաները նաեւ նշել են, որ Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսները կարող էին ամեն ինչ անել բացեի բաց, եկեղեցական ատյաներում արտահայտելով իրենց դժգոհությունն ու պահանջները։ Ընդգծել են, մինչև անգամ վերջնագիր կարող էին ներկայացնել վեհափառ հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի եւ թաքուն, իբրև շարքային դավադիրներ։